Հիշում եք նախորդ եթերներից մեջ ես ձեզ ասեցի, որ որոշները կարծում էին, որ Ծառուկյանն ինձ փող է տվել, հենց այդպես էլ ասեցին, ինչքան է քեզ Ծառուկյանը փող տվել, որ հաչում ես, ու ես նման մարդկանց ասեցի, որ հաչացել է քո հերը, քո մերը, որտեղ քո նման թուլա ունի։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ես ձեզ ոչ թե հեքիաթ պատմել, այլ պատմեմ այն, ինչը որ անձամբ իմ հետ է կատարվել։ Եվ եկեք վերջի վերջո տարբերենք բարությունը բիզնեսից։ Ճիշտ է, երկուսն էլ բտառով են սկսում, բայց բտառով նաև շատ բաներ են սկսում, ասենք բարոյական որակներից զուրկ բաներ, բիզնես, որը բավականին շատ կա այդ բառը հենց բիզնեսմենների մեջ, իսկ բարությունը դա սուրբ բան է, ու գիտեք, դա ամեն մարդու խելքի բան չի։ Կլիներ մոտ 15, չեմ հիշում, մի քանի տարի առաջ, ուրեմն ընկերս, որը Աբովյանի ճանապարհի վրա Շանգրիլա կազինո կա, այդտեղ շոու էր կազմակերպել ու ինձ ասել էր, որ ես պիտի գնամ իրան վերցնեմ, այդտեղից հետո մենք պիտի շարժվեինք դեպի Ծաղկաձոր, որտեղ որ ես էի արդեն շոուն կազմակերպել։ Մի խոսքով գնում եմ, դեռ շոուն չի վերջացել, մի փոքր շուտ եմ գնում, ֆոյում նստած եմ, ու ֆոյում ինձ մոտիկանում է, սա ռեալ բան եմ ասում, դա այնքան ռեալ բան է, որ եթե կամերաներով նույնիսկ, եթե ուզենան փորեն փորփրեն, ավելին ձեզ ասեմ, ինձ այդ օրվանից հետո բոլոր տեղերը բլակ են արել, բայց ես ուզում եմ, որ դուք ուղղակի լսեք այս պատմությունը ու հասկանաք, ասենք, որ քայլից համար են ինձ բլակ արել, եւ որտեղ է այդտեղ բարի անձնավորություն, ավելի ճիշտ ով է բարի մարդ կոչվում։ Գնում եմ, այդտեղ նստած եմ, ինձ մոտիկանում է Մասիսից մի մարդ, դե երևի կեցվածքից, հագից, կապից նայելով մոտենում է ինձ, որ գումար խնդրի, ես իրան հարց եմ տալի, ասում եմ, ինչի համար է, էլի քեզ գումար պետք է, բա գնամ տուն, ասում բա վերջը պատմում, в общем, երեկ եկել եմ կազինո, կրվել եմ սաղ փողերը, հիմա թե ինքը խղճահարություններ ուզում իմ մեջ առաջացներ, թե ինչ աներ բան, բա в общем մամաս մերս հիվանդ է ու ինքը նենց չի, որ ջահել մարդ է, ժողովուրդ ջան, տարիքով մարդ է։ Բա մամայիս դեղերի փողնել եմ ծախսել, մի խոսքով, ես հիմա ոչինչ տաքսի, ոչ ինձ տաքսի են տրամադրում, որ ես գնամ տուն, ոչ էլ փող ունեմ, ախպերս, կօգնես ինձ, բա։ Ես իրան սիտուացիան բացատրեցի, ասի, ես ստեղից պիտի գնամ Ծաղկաձոր, բայց ասի մի հատ ընկերոջս բան անեմ, խնդրեմ ասեմ, որտեղ ընկերոջս պիտի տաքսի տրամադրեին կազինոյի հաշվին, ասի տեսնեմ, եթե ընկերս կկարողանա դասավորի նենց, որ իրան հատկացնող տաքսին տրամադրեն քեզ հասցնեն տուն, ամեն դեպքում, ասենք, համարյա մոտիկ է, նույն ճանապարհն ասենք, ինչ պիտի Ծաղկաձոր գնանք, ինչ պիտի ասենք ընդեղուց գնան Մասիս, գրեթե նույն ճանապարհն է։ Ասի կճանապարհեմ քեզ, բա շատ մերսի, այս կողմ, այն կողմ, ընկերս եկավ, հետո խոսացինք, բա в общем հարց չկա, բան, այս կողմ, այն կողմ, ասի որտեղ ես մեքենայով եմ։ Հիմա նենց է, որ ես էլ որ պիտի գնամ Ծաղկաձոր, ինձ էլ Ծաղկաձորն Ծաղկաձոր, կառոչե տաքսին
իմ համար անվճար է, որ ես պիտի գնամ ծաղկածով։ Ոնց որ ես պիտի փոխենք, դե հիմա ասենք երկուսս իմ տաքսիով գնանք, այս մարդուն էլ քո հաշվին, ուղղությունը թեքենք դեպի Մասիս, թող գնա հասնի իր հիվանդ մորը, հիմա մարդ է։ Ամեն դեպքում ժողովուրդ ջան, չգիտեմ դուք ոնց քննեք, ոնց կանեք, հիմա այդ մարդը իր ասելով մոր դեղի փողերը խաղացել է, բայց դա արդեն էլի չի հետաքրում։ Ինքը ինձ մոտեցել է, դիմել է, ես կամ պետք իրան օգնեմ, կամ պետք է մերժեմ։ Վերջը, դա նես մի հատ հարց է, որ լուծվող բան է։ Հասկանում եք, դա լուծվող բան է։ Հիմա ինչ տարբերություն պետք է ծաղկածուր ուղարկեն, եւ Տավտոն թե Մասիս։ Վերջը։ Տեսա այնտեղ արդեն դուրս ենք եկել, այս մարդն էլ հետևից է դուրս եկել։ Դուրս ենք եկել, տեսա որ այնտեղ խոսակցություն է այս կողմ այն կողմ։ Ես մտա ներս։ Դե տեսնեմ որ վայ անունը չտամ ընկերոջս, չենք կարա էդի այտենց չի լինում այս մարդը եկել է իր կորաստեղ բան, էսյանյան ոնց ուզում է թող գնա, սենց Շանգրիլա կազինոյի մասին ենք խոսում։ Շանգրիլա կազինոյի մասին, որը որ դուք շատ բարձ գիտակցում եք, թե դա ումն է։ Ես մոտեցա ասում եմ, ասենք ինչ դա խնդիր է, էլի։ Հարց եմ տալի, ասում եմ Աստղիկ ջան, ենթադրենք Աստղիկան, ասում եմ, բա Ռոմա ջան, սենց մենք այտենց հրամանում ենք առոջ, ես մարդուն չի հասնում։ Ասում եմ, լավ որ ես մարդուն չի հասնում, քո ասելով էլ ես մարդը 2 օր այս կազինոյում փտում է, ու իրականում փտում է։ Այդ մարդն ամառ էր, սպիտակ շորեր է հագել, բայց էլ սպիտակ չէր։ Գույնից էլ երևում էր բան։ Ասում դուք որպես հայ հրաման նայող ինչ է, որպես հայ, ասից ջան ասում եմ, հիմա քո ձեռքն է, նույն ճանապարհն է, ծաղկածուր ավելի հեռու է։ Ես այս մարդուն տանում եմ իմ հաշվին, բայց այս մարդու հասանելիք տաքսին, տվեք թող այս մարդը հասնի իր մորը, հիվանդ մերը։ Չէ, վերջը դե ինչպես միշտ արդեն այնտեղ ախրանիկները լցվեցին, այս կողմ այն կողմ, ես պրինցիպ ընկա։ Անգերես էլ բա արդեն ուշանում եմ, ես այս կողմ այն կողմ, բան սենց նես, ասի դու նստի իմ տաքսին, ասի գնայա ծաղկածուր։ Ես արդեն պրինցիպ եմ ընկա, ասի գործի էլ ես չեմ գնա, այս մարդուն ես պետք է հասցնեմ տուն, կարճ կոնկրետ, որտեղ այս մարդը ինձ ամոթեցել, հա, օգնություն խնդրում։ Վերջը, հիմա ես ասում եմ, ինձ ես տալի տաքսի, բա որտեղ ես ապրում, հարց չկա, քեզ անվճար մեր տաքսու հաշվին ինչ ասենք, ասում ես ապրում Կայարանում, ասում օքեյ, տաքսի հատկացրեք, տաքսին կանչում են այդ մարդիկ, տաքսին գալիս է, ես ես մարդուն, ասում եմ դե իմ հետ արի իջնենք Կայարան, մեկ էլ ախրանիկներն եկան մտան, մեջտեղ, բա այս մարդը, ախր դուք այդ մարդուն որ տենայիք, մեղքներդ կգար, մենք խոսում ենք, շեշտում եմ, Շանգրիլա կազինոյի մասին, իսկ բոլորդ գիտեք, թե Շանգրիլա կազինոն ումն է։ Ասում եմ լավ, այս մարդուն դուք չտրամադրեցիք, որ իջացնեն Մասիս, քաղաք։ Հիմա դուք ինձ լավություն եք արել, անվճար տաքսի եք տալիս, որ ինձ իջացնեն Կայարան։ Ձեզ ինչ ես ում հետ կիջնեմ Կայարան։ Վարորդին, անունը ինչքան հիշում եմ Ժիրայր էր, չաղ մարդ էր։ Վարորդին ասում եմ, ախպերս դու դեմ ես, որ իմ հետ մարդ ասում է, չէ։ Ասում եմ, այ մարդես վարորդն էլ դեմ չի։ Իրա մեքենայի մեջ այս մարդը նստելու, նույնիսկ եթե հոտագալի,
իրա վրայից, նույնիսկ եթե այս մարդը, չգիտեմ, ասենք, էպիլեպսի կա ըստ ձեզ, կամ նարկոմանա, մանյակա, ես վիզ եմ վերցնում, վարորդն էլ է համաձայն, ձեր պրինցիպը որն է, այդ ընթացքում արդեն, այս մարդը ոնց որ այս ֆոյում, որ մեր զրույցը լսում է, բան, այս սենց վեճը լսում է, դուրս է գալի ոնց որ ամոթում, մեկ էլ սենց աշկս գցեցի, նայեմ տնամ այս մարդը, դդղք, ընգել է գետին, բերնից փրփուրները գնում է, ու այս մարդը հենց նենց չի ընգել գետին, հասկանում եք, երկու ախրանա ծեծում են այս մարդուն դրսում, որ յանտուր այս մարդուց յանտուր կարճ կոնկրետ, ժողովուրդ, ինչ ասում եմ, ինձ հետ է կատարվել, եթե այդ կամերաները կան, կարակ դնեք, նայեք ու նորից եմ ասում, ինձ բլոկ են արել դրա համար, որ ես ուղղակի ուզեցել եմ մարդուն օգնեմ։ Ախ, բարերար մարդիկ, վերջը, վազեցի այս մարդն ընգե գետին, սենց փրփուրը սպիտակ բերնից գնում այ ժողովուրդ ջան, դե նայեց ես մի բան սովորացնեմ, այն մարդիկ, ովքեր որ չգիտեն, ասեմ ձեզ, մարդու դեմքի վրա մի կետ կա, որը որ ամենացավոտ տեղն է, ոչ թե դեմքի է, առհասարակ մարմնի։ Երբ որ մարդը ուշաթափվում է կամ ինչ-որ մի բան, այս հատվածը, սենց երբ որ սեղմեք մի փոքր ուժեղ, դուք կհասկանաք, ամենացավոտ տեղն է։ Վերջը, վազեցի, այս մարդը արդեն բանը, երկու հատ սես դրեցի, սեղմեցի, խրխրած հետ եկավ այս մարդը, հելանք, ախրանիկներն էլ կողքը կանգնած են, կազինոյի, ու այդ ընթացքում ասում եմ, դուք քրիստոնյա եք, դուք տղերք եք, դուք մարդ եք, վաբշե հայ եք դուք, ես ինչ արիք ես խեղճ հարիվին, երկու օր աստե պահել եք, քիչ չի, սովհաս ծառավ, մի հատ էլ ես վերջում դրեցիք տպեցիք, ասենք իմաստը որն է, վերջը, մենիջերը դուրս եկավ, մի հատ կոլոտ, մի քիչ լիքոտ, կլոր դեմքով են, որ սենց լավ են, իրանց զգում, որ մենիջեր են, բայց մենիջերը էդի պիտի մարդկային որակ ունենա, ամեն մարդ չի կարա լինի մենիջեր, ինքը պիտի կարենա դուրսը, ներսը, ընդհանուրը կառավարի, մոտեցավ, բա ձեր մուտքը ստեղ այլևս արգելափակված է ու ամբողջ ցանցով, Շանգրիլա ինչքան ցանց կա, արգելափակված է, քանի որ դուք խանգարում եք մեր աշխատանքը։ Ասի ես ընդհանուր ձեզանից ոչինչ չունեմ, սպասելիք էլ չունեմ, ձեր գործն է։ Ասի ձեր տաքսին էլ վերցրեք ձեզ։ Զանգեցի, ընկերս եկավ այս մարդուն։ Հասցրեցինք միջև մասից հետ եկանք։ Սա մեկ պատմություն։ Մյուս պատմությունը։ Ոչ թե պատմությունը, մյուս փաստ եկեք իրականում նայենք, էլի։ Շանգրիլա կազինոն որոշ ժամանակ անց միակ քաղաքին Երևանին մոտիկ կազինոն էր, որը որ իրավունք ունեցավ աշխատելու։ Հա, եթե վերցնենք այդ Փարաքյարի բաները, ասենք, հա, այդ ճանապարհի վրայի կազինոները, ջրվեժ բան, սենց որ օբշի վերցնես, օրենք դուրս եկավ, չէ, որ պիտի կազինոները փակվեն։ Միակ մոտիկ կենտրոնին մոտիկ կազինոն դա Շանգրիլան էր։ Ու ես շատ կազինոներում եմ, իմ աշխատանքներից մեկը նաև դա է եղել, շատ կազինոներում ես ինքը շոուներ եմ կազմակերպել, ես հասկացա, որ Շանգրիլան դա միակ կազինոն էր, որը որ իր ապարատի խաղը մուտքը փողի 1000 դրամով կարելի էր սկսել։
ու ընկերներս միշտ ասում էին, որ մեծ մասը այդտեղ տաքսու վարորդներ են խաղում, մեծ մասը են, որ սենց օրը 2-3 հազար դրամ ինչ-որ միտեղից հայթայթող մարդիկ են այդտեղ մտնում, իսկ այդ կազինոն բաժանված է երկու մասի, փաստորեն, մեկը ոնց որ տենց սովորական, ասենք, միջին խավի մարդիկ են մտնում, որոնք որ միջին խավի մարդիկ նկատի ունեմ աշխատավարձի հետ կապված, հա, որոնք որ 1000 դրամով են խաղում, իսկ այդ կողքինը այնտեղ ինչ որ ասում էին, որ $100-ից է ինչ որ խաղը սկսում, կամ ապարատների մուտքը 5000 դրամից։ Վերջը։ Հիմա նայեք, տեսեք բարերարության հոգեբանությունը։ Դնեմ 1000 դրամ ապարատի խաղը, որ եթե տվյալ մարդիկ, որոշ մարդիկ, ովքեր որ աշխատում են օրվա մեջ 1000 դրամ կամ 2000 դրամ, ու քաչ գիտակցելով, որ դրանով ոչինչ ընտանիք էլ չեն պահելու, դաժե գազել չեն կարենալու լցնել, էդ էլ շորթ են մարդկանց գրպանից։ Դուք համարում եք դա նորմալ։ Դուք համարում եք դա բարի մարդու մտածելակերպ ու բարի մարդու գործ։ Ես չեմ կարծում։ Անդրադառնամ մյուս բանին, որի տեսեք ես անալիզ եմ անում ու երկու բան եմ ասում, որի մեջ որ անձամբ ես եմ եղել։ Նախորդ եթերից մեջ ասեցի, որ Orange Mall-ում անձամբ ինքս ես ունեցել եմ ոսկու տեղ, բայց նաև ես Բաղնիքում էլ ունեի այդ նույն բանը, ուղղակի որ բացվեց Orange Mall-ը ու հայտարարություն տրվեց, որ Orange Mall-ում բոլոր ծառայություններն անվճար են, մեծ քանակությամբ մարդիկ Բաղնիքից տեղափոխվեցին վերև, որովհետև ամեն դեպքում դե եթե կենտրոնը կարծես թե Բաղնիքն է, չէ, ասենք։ Եթե մարդիկ տեղափոխվում են վերև, որտև եթե կենտրոնը դառնա Orange Mall-ը, ամեն դեպքում ոսկե առնողը գալու է Orange Mall։ Գնան վերև, կոմֆորտ է, մեծ սիրուն սարքած է, պլյուս անվճար է։ Կլինի, հիմա չի լինի, կտեսնենք շարունակությունն ինչ կլինի, բարձրանում ենք վերև, խոսում ենք, այս կողմենք, պարզվում է, որ ինչ անվճարի մասին է խոսք, այ ժողովուրդ ջան։ Անվճար միայն նա է, որ հարկ չես մոծում։ Կասովի ապարատ չես կարող խփես։ Մնացած հավաքարարների փող, անվտանգության փող, բունկերի փող, տեղիդ փող, ամեն ինչը պիտի վճարես։ Տեսեք։ Ու դիտավորյալ բունկերը այնքան փոքր է սարքած, որ մտածված է, էլի ամեն ինչ, այնքան փոքր է սարքված, որ քանի սեղան կա, իրանք հաշվել էին, որ ամեն սեղանը ամեն դեպքում 2 բունկեր կվերցնի։ Իսկ բունկերի արժեքը 15000 դրամ էր, այսինքն դուրս էր գալու, որ ամիս 30000 մենակ պետք է բունկերի փող տաս, որտեվ փոքր էր, նեղ էր տեղը սարքած։ Բաղնիքի նման մեծ չի, որ դաժե այնտեղ կարաս մարդ մտցնես։ Վերջը Կամաց մենք բոլորս հասկանում ենք, որ էսի կուտ էր։ Բայց ասեմ ձեզ, գրեթե Բաղնիքը փակվում էր, Վաղարշի մոտ գրեթե փակվում էր, բայց դե հիմա ինչքան էլ կոմֆորտ, ժողովուրդ չա, գործում են մա գործ։ Հա։ Ոնց որ բաժանվել էին երկու մասի, մեկ այն սովոր մասը իջնում էր Բաղնիքը, այս մյուս մասը գալիս էր, ասենք, ոնց ասեմ ձեզ, ասենք Աբովյանի գյուղերից,
գառնի կողմի մարդիկ, ասենք քաղաքի կենտրոնի, որը որ ավելի շատ մոտ էր առաջի գալիս էր այդտեղ, որ նաև ասենք տեսներ նոր կառուցությունություն, այն մյուս այն կողմի մասան գալիս էր բաղնիկ, այսինքն իրոք կոնկուրենցիա էր դարձել Ծառուկյանը Վաղարշին։ Հիմա ուզում եմ այս մյուս հարցը տամ այն մարդկանց, ովքեր որ մտածում են բարությունը ու բիզնեսը դրանք գրեթե նույն բաներն են կամ կարելի է այդ արտահայտությունը մեկ անձի հանդեպ օգտագործել առանց հասկանալու, էլի։ Լավ, գիտեք, ասենք Աբովյանից վերև, չէ, Արինջից վերև, չհաշված քաղաքի կենտրոններից որոշ հատվածներ, չհաշված լիքը բաներ, ասենք որ դուք հիմա նայեք, տեսնեք, չէ, ասենք կամաց ասում ինչ են ասում են ապորենի գողացվածը ժողովուրդ ջան, ինչ է նշանակում բառը Իրանից, որ այն ինչը որ պատկանել է այլ մարդուն, ապորենի ձևով հիմա պատկանում է ուրիշ մարդուն։ Ապորենի դա է նշանակում։ Թե ինչ ճանապարհով է եղել ֆակտ, ումը որ պատկանում է Իրանը չի։ Հիմա թե այդտեղ զոհ է եղել, թե շանտաժ է եղել, առևանգում է եղել, ինչ որ եղել է համենայն դեպս ես դա այդ արած քայլերը չեմ համարում բարի մարդու միտք եւ մտածելակերպ։ Ապորենին մնում է ապորենի։ Բայց նաեւ այստեղ եկեք նայենք մարդու նատուրան, մարդու ագահությունը։ Հիմա ենթադրենք ոսկու այդ կարգավիճակով էլ Վաղարշի բախտներ բերել։ Հա թող հիմա ասենք Ծառուկյան խոսքի այդ բիզնեսով էլ թող այդ մարդը հարստանար։ Ինչ կլներ որ։ Այդքան ունես, դու հողակտորներ չունես, դու սարեր ունես, հələ շատ հետաքրքիր է թե այդ հադիս սարը, որ դու այդտեղ փորձում ես կանգնացնել այդ կուրքը, բայց փաստորեն մեր Հիսուսն այնքան կենթանի էր, չեմ ուզում էլի կրկնել, բայց միշտ դա պիտի ասեմ, այնքան կենթանի էր, որ ավելի շատ ինքը ումը որ պետքա տնգծրեց։ Գոնե դա Աստված ապաշխարեն այդ մարդիկ էլի։ Այդ սարը ում էր պատկանում։ Ու այդ սարի շրջակայքում արդյոք հավասար կաֆեներ չէր սարքվում։ Վաճառքի տեղեր չէր սարքվում։ Ես չեմ կարծում, որ չէր սարքվում, որովհետև Էջմիած մայրաթոռ ես գնում այնտեղ արդեն կողքի վրա բուֆետներ են սարքում ու չգիտեմ, ասենք վաճառքի տեղա մինչդեռ, եթե նայես տեսնես, Հիսուսը երբեք ժողովուրդ ջան, տաճար չի մտել։ Էս էլ ասեմ ձեզ։ Երբեք տաճար չի մտել, ինքը տաճարի բակը մտավ քանդեց, այնտեղ որտեղ որ կատարվում էր այդ առևտուրը։ Դուք ոչ միտեղ չեք կարդա, որ Հիսուսը մտավ Երուսաղեմի տաճար։ Հիմա այս կաթողիկոսի օրոք, այդտեղ էլ կարգին առևտրի կենտրոն էր, արդեն հա Աստծո տան հայաթում մարդիկ նստում էին, կոֆե են խմում, այնց ոտներին գցում, սենց էլի Աստծո բակում։ Հետ դառնամ, այդ հադիս սարը հիմա ում է պատկանում։ Եվ արդյոք դուք այդ կուրքի անունը, որ դնում եք, ասում եք, վայ ինչ բարի մարդիկ են, Հիսուսի արձան են կան ասում, այս մարդը իրոք թագավոր մարդ է։ Մինչդեռ Աստված ասում է, ձեզ համար կուրքեր չշինեք ու չի երկրպագեք։ Հիմա արդյոք դա բիզնես, հերթական բիզնես կենտրոնի չէ։
Արդյոք այդ մարդու կողքը մի հատ հոգևորական չկար, այնտեղ Աբովյանում Ծառուկյանի սարքած եկեղեցու մի հատ մոդայիկ մեկը կա է, միշտ այտենց մենակ ինքնա Ծառուկյանի առիթներին գնում ու Աբովյանցիներին օժնում։ Հեչ այդ քահանան չմոտեցավ Ծառուկյանին ասեր, որ եղբայր ջան, ես ոչ թե տիրոջ ծառան եմ, այլ քո ծառան եմ, բայց մի հատ խոսք քեզ էլի ասեմ, ասեք չի կարելի։ Ուֆ, չգիտեմ, գիտեք, այնքան դժվար է, երբ որ քո իմացածը, քո տեսածը սենց օնլայն մարդկանց հետ կիսվում ես ու գիտակցում ես, որ հեսա քեզ պետք է հալածեն։ Այնքան դժվար է, ժողովուրդ։ Բայց ես պինդ մարդ եմ։ Ես պինդ մարդ եմ։ Այնպես չի, որ ես հալածանքներից վախում եմ կամ, չգիտեմ, իմ անձին, երբ որ կպնեմ, փնովեն, հա, տեսքին, չգիտեմ, ինչ-որ սես բաներին։ Ես պինդ մարդ եմ, ես վաղուց այդ immunation-ը ունեմ իմ մեջ։ Ու ասեմ ձեզ, ես լավ ընկերներ ունեմ։ Լավ ընկերներ։ Ինձ ճանաչողը եթե ինքը սխալ չի արել, իրա կողմից չի եղել սխալը կամ, չգիտեմ, իրա ծնողի կողմից, կամ իրա ինչ-որ կնոջ, կամ ինչ-որ երեխու կողմից, բան, ինձ ճանաչողները, լավ ճանաչողները, եթե անշահախնդիր ինձ հետ ընկերություն են արել, ես իրանց երբեք չեմ թողել։ Ու ոչ էլ իրանք են ինձ թողել։ Ես բնավորությամբ շատ հեշտ մարդ եմ, շատ հեշտ։ Իմ հեշտությունը գիտեք ինչի մեջ է, որ ես մարդկանց հետևից չեմ սիրում խոսել։ Ու ամենաքաղցր բանը այս կյանքում գիտեք, որն է, որ երբեք ես չեմ էլ ստել։ Երբ որ մարդիկ ասում են, որ երբեմն սուտը փրկում է, ինչ որ մեկի կյանք կա, տեղ որ պիտի ստես, որ լավ ելնի այդ մարդու համար, ես դրան էլ չեմ հավատում, էդ էլ եմ փորձել, բայց դրան էլ չեմ հավատում։ Ես հասկացել եմ, որ նման դեպքերում ուղղակի պետք է լռել, որպեսզի ոչ սուտ խոսաս, ոչ պատասխանատվություն վերցնես քո վրա, հարց են տալի քեզ, ուղղակի լռի, այդքան բան, դու ճշտ ես, դրանց լավ ճիշտ բան չկա, բայց բաներ կան, որոնք որ գիտեք, չես կարող ուղղակի լռես, որովհետև դու դա տեսել ես, ու նայում ես, տեսնում ես, շինծ ու ձևով ոնց են ուզում վատ բանը բերեն սարքեն դրական բարի բան։ Այն ստի մեջ, որ դու եղել ես, գնացել ես, փորձել ես, տեսել ես, չտեսնողը այսօր ինձ հայոյելու է, բայց ախր ես տեսել եմ։ Ես ինձանից չեմ հանում, ես տեսել եմ, որ այսօր ես քո հետ կիսվում եմ, որ դու միակողմանի չմտածես, որ ինչի՞ չէ նաև քո սրտին դարդ չլինի, որ այն ումը, որ դու 100%-անոց մտածել ես սուրբ հական բարի է, սկսես ոչ թե դատել, այլ քննել, որ հետո դու խիղճդ քո մեջ քո խիղճը հանգիստ լինի։ Դուք պատկերացնում եք այսօրվա դրությամբ տեսեք, այս ինչ երկար խոսացի։ Ռոբերտին բռնել են, չէ, լիքը մարդկանց բռնել են, մարդիկ ինչպես միշտ անձնական նամակներ են ինձ գրում լիքը, որովհետև կոմենտարյաները փակել եմ, ես նորից եմ ասում, չեմ ուզում մարդկանց վիրավորեմ, նեղացնեմ։
Ես իմ կարծիքը հայտնելու ժամանակ խորհուրդ չեմ հարցնում։ Ժողովուրդ, դա մեծամտություն չի։ Ես մեծամիտ մարդ չեմ, բայց ես փորձել եմ մի քանի անգամ, այսպես ոնց որ խորհրդի կարգով խոսել եմ ու SMS-ներս բացել եմ, հասկացել եմ, որ չէ, հələ այս մարդիկ չարեն։ Այս մարդիկ ուղակի չեն հասկանում, որ այս մարդը սես բան ասում, լավ ինչի համար ասում։ Միգուցե ինքը ապրել է, միգուցե ինքը գիտի։ Արի այս մարդուն հարց տանք, ասենք, որտեղից դու գիտես։ Այլ ոչ թե դնենք, ասենք, քո եղածն ինչա, որ դու սրան սենց ես ասում։ Քո եղածն ինչա։ Ասես ջան, քո եղածն է ոչինչ, որ դու այսօր պաշտպանում ես մի մարդու, որ չես ճանաչել։ Ու դու ամբողջ քո կյանքը սխալ դաստիարակելու ես քո երեխուն, ու հետո երբ որ կբացահայտվի, որ դու պաշտպանել ես, կյանքդ ներդրել ես, թուքումուր ես կերել քո պատկերացրած սուրբ մարդու համար, բայց պարզվում է վերջում, որ այդ մարդը սուրբ չի։ Այդ մարդը անձամբ քեզանից է խլել։ Դրա համար եկեք մի փոքր սառը դատեք։ Մի փոքր դուրս եկեք, որովհետև ձեր գրելը տես ես այսօր որ խոսում եմ, չէ, ես ասում եմ, ես ստեղ եղել եմ, սա իմ հետ է կատարվել, ես այդ սաղ իմ հետ հարել եմ, շփվել եմ, մտել եմ, հելել եմ։ Ես ուրիշ բան, ես ոչ ասեցի ազգային ժողովի դեպուտատ եմ եղել, ոչ ասեցի, չգիտեմ, ախրանի պետ եմ եղել, ես պատմեցի ինչը որ իմ հետ է եղել։ Քո հետ եթե եղած լինի ինչ որ մի այլ բան, ես օրինակ կլսեմ այդ պատմությունը։ Իրոք ես կլսեմ այդ պատմությունը, կասեմ, տես, ախպեր, այս մարդն ասում է, այս մարդու հետ կապված ես անձամբ եղել եմ, ես սենց, սպասի հələ, այս ինչի՞ ես մենակ ես մեկին լսում ու հավատում, կարող այս մարդն էլ է ճիշտ ասում։ Ինչ համար ես մի հատ անալիզ չանեմ, մի հատ իմ հոգու խաղաղության համար, կամ եթե ոչինչ չանեմ, էլի, սպասի մի հատ լռեմ, տեսնեմ։ Վերջը ինչ եմ բացահայտելու, ում էի ես երկրպագում, ում էի ես պաշտպանում, էլի։ Ասեցի վաղարշի այդ ոսկու շուկայի հետ կապված բանը, նաև ինչ-որ սես բաներ եմ լսում, որ արդեն ոսկու շուկայում ոնց որ մի հատ ղազախ կին է ռուլի տանում։ Ոնց որ թե էլի, ասենք, էլ հայ չկար, ղազախ կին է սկսել ռուլի տանել ոսկու շուկայում, հետաքրքիր է, այդ ինչ движенիների մեջ է, ինչքանով է օրինական, насколько это законно, էլի, что это казахская женщина вот так рулит в базаре золота. Очень интересно. Լավ եղեք, մի քիչ երկար, բայց կիսվեցի ձեզ հետ, որ բարին ու բիզնեսմենին տարբերեք իրարից։